կան դիտարկումներ լրացուցիչ, համեցեք պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Եթե հիշում եք 2025 թվականի բյուջեն նախագծելուց մենք երբ որ հաշվարկեցինք պետական ապարատի պահպանման ծախսերը, մենք 4% կրճատեցինք այդ ծախսերը մեխանիկորեն եւ որպեսզի բոլոր պետական մարմինները օպտիմիզացնեն իրենց ծախսերը եւ այսինքն հաշվարկային թվից քիչ փող ենք հատկացրել բոլոր մարմիններից։ Եվ եթե հետ նայենք, ապա այն գումարը, որը մենք հիմա հետ ենք տալիս նույն մարմիններին, դա այդ նույն գումարն է, որը մենք օպտիմիզացրել ենք, այսինքն ոչ մի հավելյալ փող մենք չենք ծախսում, եւ ըստ էության դա մեր օպտիմիզացրած գումարն է, որը իմ կարծիքով թեև կարծում ենք, որ լավարկման տեղ ունենք այս մեթոդաբանության առումով, բայց ավելի արդյունավետ եւ թիրախային բաշխվում է հետ այդ նույն մարմիններին, ընդ որում ուզում եմ նաեւ բոլորին հիշեցնեմ, որ այդ նույն 4%-ի կրճատման վարժությունը արել ենք նաեւ 26 թվականի բյուջեի համար եւ պետական բոլոր գերատեսչություններին 4%-ով քիչ գումար ենք հատկացրել եւ հույս ունեմ, որ արդյունքները նաեւ լավը կլինեն 26 թվականին, որպեսզի այս նույն գործողությունը այդ ժամանակ իրականացնենք։ Պարոն Հովհաննիսյան, շատ կարևոր դիտարկում է եւ ընդ որում մենք այս թեմայի քննարկումը սկսել ենք հենց ձեր նշած ժամանակահատվածում, երբ որ մենք ասել ենք, որ մենք պետքա այդտեղ ենք նաեւ, որ կառավարման ոլորտում էլ մեր ֆորմուլաները պետքա վերանայենք, որովհետեւ հիմա մենք հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունը հասել է զարգացման մի կետի, որ մեր միջև այս պահ ունեցած ֆորմուլաները պետքա շատ ֆորմուլաներ վերանայենք։ Եվ ես դա միշտ համատում եմ իմ ամենասիրած օրինակը այդ բանի հրթիռի թռիչքի հետ համեմատությունն է, երբ որ տիեզերանավը պոկվում է երկրից մի X բարձրությունից այդ առաջին աստիճանի շարժիչները բանանում պոկվում են, անջատվում են, բաց են թողնվում եւ միանում է երկրորդ աստիճանի շարժիչ։ Մեր երկիրը հիմա այն վիճակում է, մեր պետական կառավարման համակարգը այն կետում է, որ պետքա երկրորդ աստիճան, առաջին աստիճանի շարժիչները պետքա անջատվեն եւ երկրորդ անջատվեն եւ պոկվեն, որովհետեւ իրանք նաեւ ծանրություն են։ Եվ միանա երկրորդ աստիճանի շարժիչը, եւ սա այդ երկրորդ աստիճանի շարժիչը միացնելուն ուղղված շատ կարեւոր որոշում։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, քանի որ մեր գնահատման կարգը հաստատելուց շատ չի անցել, բովանդակային առումով ես կարծում եմ որոշ իմաստով կկրկնեմ, բայց մեր բոլոր քննարկումների հիմքում ընկած ա եղել ուշադրությունը առավել կարևորի շուրջ կենտրոնացնելու հարցը։ Առաջնահերթությունների եւ դրանց գնահատման հիման վրա այս խրախուսական համակարգը հենց այդ նպատակին ուղղված եւ սա, ինչպես դուք ասեցիք, սկիզբանոր շրջանի, որտեղ մենք պետք է նաեւ ինձ թվում է եկող տարվա ընթացքում մեծ աշխատանք տանենք ֆունկցիոնալ օպտիմիզացիայի ուղղությամբ։ Եվ դա լինելու է մեր պետական կառավարման համակարգի հաջորդ կարևոր շրջափուլը բարեփոխումների շատ կարևոր, որովհետեւ խնդիրները փոխվում են խնդիրները, փոխվում են անելիքները համապատասխանաբար։ Եվ մեր բոլոր գործընկերների աշխատանքը պետք է ուղղված լինի դրան, ես ուզում եմ մեկ քայլ առաջ անցնելով խնդրել, որ բոլորը մտածեն 2026 թվականի առաջին կիսամյակի համար այս վարժության շրջանակներում շատ ավելի բարդ, շատ ավելի կարևոր կենտրոնացում ցուցաբերել եւ ներկայացնել այն, ինչ որ բացարձակ առաջնահերթություն է եւ առանց որի մենք ուղղակի չենք կարող պատկերացնել մեր տարեկան ծրագրերի անելիքները։ Եվ մեկ խնդրանք էլ, պարոն վարչապետ, ես կխնդրեմ, որ երբ որ հաստատենք այս որոշումը, մեկ օր խմբագրելու համար ժամանակ տաք, մինչև ստորագրության ներկայացումը որոշակի խմբագրական աշխատանք պետք է արվի։ Շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, քանի որ այդ նրբությանը անդրադարձակ, չեմ կարող հաղթահարել գայթակղությունը հետեւյալ մեկնաբանությունը անելու։ Տեսեք, որն է այս ամենի փիլիսոփայությունը, որ վարձավճարը գործի գալու համար չի, վարձավճարը, վարձատրությունը առաջինը պլանավորելու համար է, թե ինչ եմ անելու ես այդ օրը, այդ շաբաթ, այդ ամիս, այդ կիսամյակում աշխատանքի գալով
եւ ի վերջո հետո հետահայաց իսկ ինչքանով արեցի այն, ինչ որ հստակ պլանավորված էր եւ արձանագրված էր որպես առաջնահերթություն։ Այս երկու բանաձևերի համադրությամբ էլ տեղի է ունենալու եւ ելի եմ ասում, սա մի բանաձև է իմ համոզմամբ, որը ես էլի կիսեցի իհարկե մի քիչ այլ դիտանկյունից պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում, որ այս process-ի թիվ 1 շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ով պետքա իր կյանքում զգա այս գործընթացի կոնկրետ արդյունքները, այսինքն ինչքան պոզիտիվ եղավ քաղաքացու զգացողությունը, այնքան էլ դա կարտահայտվի պետական մարմինների աշխատանքների գնահատման համակարգում եւ համոզված ենք, որ այդպես էլ տեղի կունենա։ Շատ լավ, առաջարկում եմ քվեարկել հարցը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված։